Իշխող Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանին Վարդենիսում դիմավորեցին աղոհացով։ Քաղաքի մշակույթի տան առջև հավաքվածներին Սերժ Սարգսյանը ծանոթացրեց Հանրապետականի նախընտրական ծրագրի հիմնադրույթներին, խոսեց ՀՀԿ-ի ծրագրած սոցիալ-տնտեսական քաղաքականության մասին։ Կառավարման համակարգում իր փորձից ելնելով Հանրապետական կուսակցությունը գտնում է, որ սկզբից պետք է ախտորոշենք մեր պետական մարմնի հիվանդությունները։ Եվ մենք այս ընթացքում մեր գնահատմամբ ախտորոշել ենք, ապա պետք է ախտահանենք դրանք, բուժենք ու մաքրենք այդ մարմինը դրանցից։ Իշխող կուսակցության ղեկավարի խոսքով այժմ Հանրապետական կուսակցության աշխատանքի կիզակետում մարտն է։ Տնտեսական աճի նպատակադրումից մենք այժմ անցնում ենք տնտեսական ձեռքբերումները յուրաքանչյուր քաղաքացու համար շոշափելի դարձնելու գործին, իսկ դա նշանակում է ավելի զարգացնել արտադրական հնարավորությունները, դա նշանակում է նոր ասպարեզ բացել յուրաքանչյուր աշխատունակ մարդու համար։ Ուստի պետք է կարողանանք շատ արագ կայացնել անհրաժեշտ բարեկեցության այն մակարդակը, որը թույլ կտա հանգիստ թռչող կոչ անել երիտասարդներին ամուսնանալու, բազմանալու եւ շատանալու, վարդենիսցիների հետ հանդիպմանը ասաց Սերժ Սարգսյանը։ Մենք շարունակում ենք որպես առաջնային արժեք կարևորել ընտանիքը։ Մեր այսօրվա ժողովրդագրական խնդիրները արդեն իսկ Հայաստանի ազգային անվտանգության սպառնալիք են։ Նա վարդենիսցիներին խնդրեց ընտրություններն անցկացնել բարձր մակարդակով։ Որպեսզի ընտրությունների արդյունքները վստահություն ներշնչեն, ինչպես մեր ժողովրդին, այնպես էլ մեր գործընկերներին։ Հայաստանի արագ զարգացման միակ ճանապարհը լավ ընտրություններ անցկացնելն է։ Սերժ Սարգսյանը վստահություն հայտնեց, որ Վարդենիսում կհարգեն իր խնդրանքը։ Վարդենիկ գյուղում արդեն բնակիչները ՀՀԿ ղեկավարին դիմավորելու համար դուրս էին եկել մայրուղի։ Սերժ Սարգսյանը զրուցեց վարդենիքցիների հետ եւ ուղևորվեց դեպի Մարտունի։ Ուզում եմ, որ միավորենք մեր ջանքերն ու երկրում ամրապնդենք արդարությունը, մարտունեցիներին կոչ արեց իշխող կուսակցության առաջնորդը։ Դա Հանրապետականի ծրագրի հենասյուներից է, ասաց նա։ Մենք առաջ բարձրացնում էինք Հայաստանը սանտիմետր առ սանտիմետր, հիմա ավելի արագ պետք է բարձրացնենք, մետր առ մետր, ինչպես հիմա Սևանն է բարձրանում։ Իդեպ, նախքան Սերժ Սարգսյանի ելույթը ընթացող համերգային ծրագրի ժամանակ բեմ էին հրավիրվում մարդիկ, ում ծննդյան օրն է այսօր, եւ նրանց որպես նվեր տրվում էին տորթեր, որոնց վրա պատկերված էր ՀՀԿ-ի կարգախոսը։